Ամիսներ առաջ մեկ միտք արտահայտեցիք ձեր ասուլիսներից մեկում, որ Հայաստանը պետք է սահմանափակվի 29800 քառակուսի կիլոմետրով եւ այդ միտքը իշխանական քարոզչամեքենան շարունակ շահարկում է։ Ի վերջո ինչն էր նպատակը, ինչ միտք էիք ուզում արտահայտել եւ ինչ էր դա նշանակում։ Նույն ասուլիսի ժամանակ նաեւ տվել եմ այդ բացատրությունը, որ խոսքը չի գնում ինչ-որ հարևանների հողերի վրա աճ դնելու մասին, խոսքը գնում է մեր ներուժի մասին, որ Հայաստանում ապրում է 3 միլիոն հայ, դրսում կրկնակի ավել, եւ այսպես շարունակ եկեղեցին, մեր ընդհանրապես լոբիստական հնարավորությունը եւ եթե չեմ սխալվում այն ժամանակ ասացի նաեւ, որ փոքր երկիր բանաձև է առաջարկել փոքր երկիր մեծ խաղացող եւ օրինակներ են բերել տարբեր պետությունների։ Սա էր ընդհանրապես, իսկ այն ինչ անում է, գիտեմ, դա եղել է, ինձ ասացին, եղել է հանրային հեռուստատեսությունում, դա վաղուց հեռուստատեսություն հանրային չի, ուղղակի ԿՊ-ի քարոզչամեքենան է, եթե օբյեկտիվ գնահատենք այն ինչ կա։ Ասում են դա տարածքային նկարտում է, այդպես են նրանք, մեկնաբանում ձեր այդ արտահայտությունը, ասում են դա լեգիտիմացնում է Հայաստանի վրա հետագա հարձակումները։ Հերթական ստախոսությունն է, հետո իրենց շեֆից ինչ պիտի սովորեն, դասական ստախոսություն։ Շնորհակալություն։ Ես եմ օժանդը։
մեզ ներող կլինեք, փոքր է, բայց մեր սիրտը մեծ է։ Խնդրեմ նստեք, տեղավորվեք։ Եկեք ստեղ նա տեղավորվեն։ Այդ դիմաց տեղ կա, այդ երևի մտածում եք, թե ծանոթով է այս տեղը։ Ծանոթով չի առաջացել։ Ողջունում եմ ձեզ։ Վախեցնել, աշխատանքից ազատել, չգիտեմ, ակտ գրել, ինչ անել, բայց դուք այսօր պատվով, թասիբով, արժանավոր լեփլետ ոչ մի քայլ այս ընթացքում նահանջ չի ունեցել, հետ քայլ չի արել։ Հակառակը, մենք գնալով ավելանում ենք, շատանում ենք ու համարձակ մարդիկ գալիս են միանում են մեզ օր-օրի, ժամ առ ժամ այդ թիվը ավելանում է։ Ես եւ ուզում եմ մեզ նոր միացող մեր տավուշցիներին ասենք, որ բարով եք եկել, կապ չունի, որ դուք ում եք ընտրել, նախկինում
ինչի համար եմ սա ասում, որովհետև որոշ տկարամիտներ փորձում են ստվեր նետել Հայաստան դաշինքի վրա, եղել այս ամբողջ ընթացքում մեր ընկերները ազգային ժողովում, իմ սիրելի գործընկերները, այս sense նստած, իմ սիրելի հրաշք գործընկերները, տեսեք, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից համարձակ է, հրաշալի եռյակը եւ էլի շատ մեր ընկերներ։ Այո, սուպեր մեր մեր հաղթանակ խոսել կանացած մեր հայրենակիցները, որոնք եւ այլ ես տալ մենք կենտրոն, որը չասեք դիլիջան գնում են, ստեղ չեն գալիս, ինչի դժվար են գալիս եւ այլն։ Շատ կա ասելու, բայց քանի որ ինձ ոնց որ քարս են նայում։ Ամեն դեպքում երևի ամփոփ եմ։ Սիրելիներս, ես պատիվ ունեմ ներկայացնելու իմ թիմին այսօր Արցախի Հանրապետության նախագահը, հաղթանակած նախագահը, մեր երկրի տնտեսությունը վերականգնած նախագահը, մենք պատիվ ունենք նույնկալելու Տավուշում եւ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնելու, մեր տնտեսությունը ոտքի ենք հանելու Նաև շատ կարևոր ինձ համար մի մարդու խոսքերով Վլադիմիր Մովսիսյանի ասում հայրենիքը հողն է միայն, ուզում է ոսկե քարտեզ ունենալ, ուզում է ադամանդե գլոբուս, ոտքի տակ հող չկա, ուրեմն հայրենիք չունի։ Մենք այդ հայրենիքը ունենալու ենք
այլևս թշնամու չենք հանձնելու։ Մենք չենք թողնելու, որ մեր եկեղեցիները ավիրեն, այլևս այդ ամոթը չենք ունենալու, գնանք եւ պաշտպանենք հայ առաքելական սուրբ եկեղեցի Հայաստանի իշխանություններից։ Այդ ամոթ ունեցել են, բայց այդ ամոթի էջը փակելու ենք, հաղթանակներ ենք ունենալու, ապրեք, կեցեք, տինդեղեք, ամեն ինչ լավ ալելու։ Լավ ընկերը իշխանը Սաղաթելյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ մեր ընկեր պատգամավոր լավ մարդ Ջևանցիներ, Աղաշիմի սիրելի ընկերներ, հարազատներ, որքան ընկերներ ունեմ ու իմ համար վերջի շրջանում միշտ վիրավորական է, երբ ասում եմ Իջևան ու դա ասոցացնում է ինչ-որ մեկի հետ։ Իմ իմացած իջևանցին այն մեկը չի, որ ասում բոլորը մտածում, այդ մեկը չի, որտեղ իջևանցին ուրասեր, պարզ, ճշմարտախոս, Գարմիկնա, Հաջիկնա, Ահաննա, Հորնա, Հերասնա, Ես պարմիկնա գեստր, ես մարդը իջևանի հետ կապը չունի իջևանի հետ, կարան իրան ասեմ բանկվեցի և լաղցի, չգիտեմ որտեղաց, բայց իջևանի հետ ինքը կապ չունի ու իջևանը ես պտիվնեն քաղաքներից, որ ես անում եմ պարզապես սրբի մեր քաղաքական պատմության Իջևանի պատմության մեջից, ես այդպես եմ կարծում։ Այս օրերին ամենաշատը որ խոսում եմ աղի, այս վաղի մտնորոք է, որս չարի իշխանությունը, որն է Սրանք պետք է վախենան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուց, որովհետև սրանք հայրենիք են հանձնել, սրանք 5000 մարդու կյանք են խլել, սրանք նույն Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքներ են հանձնել։ Իրանք պետք է վախենան ու ամեն անգամ գլուխները բարձին տնելուց առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այլ ոչ թե քաղաքացիները դրանցից։ Որևէ իշխանություն եւ որևէ ռեժիմ հավերժ չի։ Հատկապես սրանք, որ ընդամենը 20-25 կյանք է մնաց։ Ընդհանրապես այս վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որ հալածվել են այս իշխանության կողմից, դա պատիվ է։ Որտեղ իրենք հալածվել են, քանի որ կանգնել են իրենց հայրենիքի կողքին, իրենց պետականության կողքին։ Մենք ասել ենք իշխանափոխությունից հետո լայն համանալներում է լինելու քաղաքական հետապնդման ենթարկվողները ներմանն արժանանալու ու նաև փոխհատուցման։ Հետևաբար սրանցից մի վախեցեք, սրանք վախենալու չեն։ Սրանք թշնամու ոտերի տակ թավալված մի ուժ են, որի վերջը պետք է պարզապես տան ու սրանց պատմությունը քաղաքական պետք է ավարտի։ Այս վախի թեմայով մի բան այրեք տեղի ունեցել, հիմա է առիթ խոսելու, ես էլ ասեմ։ Երեք Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպան Վայոց ձորից։ Երկու քաղաքացի կային, հանդիպեցին, ծանոթացանք, խոսեցին, հետո ասեցին Վայոց ձորից ենք եկել, ասին ուրախացանք բան, ասին դե առաջիկա օրերին գալու ենք ձեր մոտ, էլի կհանդիպենք, ասեց որ գաք մեր մոտ, հնարավոր է որ այդ հանդիպմանը չգան, որովհետև մեր մարզպետը ու իր հերը հետապնդում են, գործից ազատում են, գիտեք ով այդ մարզպետի հերը։ Աշոտ Արսենյան, Ջերմուկի Աշոտ, որ նախորդ բոլոր իշխանությունների ոտերի տակ թավալվել է։ Հիմա հարց եմ տալի, 90% ձայն հավաքում եք Ջերմուկում Նիկոլի համար, որ ինչ անի, որ թշնամուն բերի ձեր տուն, արդեն բերել է, չէ Ջերմուկի մատույցներ։ Այսինքն ժողովուրդը թույլ է տվել ազգային հարստությունը, որտեղ հարցը ոնց հասել իրանց։ Լցել են շշերը, առևտուր են անում ու ժողովրդի կյանքի վրա բռնանում։ Այս առաջին զգուշացումն է բոլոր այն օլիգարխները, ովքեր կանգնում են այս իշխանության կողքին, ժողովուրդը դրանց է զզվել, որ 18 թվականին գնաց այս արկածախնդրությանը։ Թող իրաց տեղին։
Նաև այն բոլոր ուժային կառույցները, ովքեր մարդկանց վախեցնում են, պետք է իմանան, որ իրանք վաղուց պետությանը չեն ծառայում։ Իրանք պարզապես ծառայություններ են մատուցում այս իշխանությանը, որպեսզի սրանք հայրենիքը ավելի արագ տեմպերով հանձնեն։ Բայց այս ամենով հանդերձ, այս առիթից օգտվելով այս խոսքս ես ուղեցի իրանց, ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին ժողովուրդ ջան։ Այսպես կազմակերպված, այսպես ոգով, շնորհքով, թասիբով, թեյթիկունք տանք եւ այս աղետի, ողբերգության, դժբախտության, զիջումների շղթան կտրենք եւ իրոք կառուցենք անվտանգ ու մրցունակ Հայաստան։ Միասին կարող ենք։ Սիրելի տավուշեցիներ, բարև ձեզ, իսկապես սիրելի, որովհետև ես մայրական կողմից դիլիջանցի եմ, ներողություն դիլիջանցի եմ և իմ մանկությունը հիմնականում անցել է Դիլիջանում, այնպես որ ձեր բնությունը, այն բնությունը, որը շրջապատումացես, ինձ շատ հոգեհարազատ է։ Այսօր քարոզարշավի 4-րդ օրն է ու ոչ միայն որպես պատգամավոր, պատգամավորության թեկնածու, նաև որպես նախկին լրագրող, այսպես մոնիտորինգի եմ ենթարկում իշխանության քարոզարշավը, հասկանալու համար, թե ինչ են անում, առհասարակ ինչ մեսիջ են ուզում տալ հասարակությանը ու ինչ եմ արձանագրել ինձ համար։ Ուրեմն առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր օրը սկսում է հայերենի պարապմունքներով, մայրենի դաս է տալիս առավոտյան, հետո արդեն երեկոյան մեծ հանրահավաքի ժամանակ թիմի անդամները հպարտանում են, որ մեր վարչապետի թեկնածուն գիտի արտասանել այսինչ կամ այնինչ բառը։ Ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանին, ողջունում եմ իր մայրենի իմացությունը, շատ լավ է, որ ինքը հայերեն խոսալ գիտի, շատ լավ է, որ ինքը հայերեն բառերը անսխալ առանց վրիպակների կարողանում է արտասանել։ Բայց ես հուսով եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույն վարպետությամբ կարողանում է նաև նախադասություններ արտասանել։ Երեխան ոնց է սկզբում բառերն է սովորում, հետո սկսում է բառերից նախադասություններ կազմել։ Հիմա եկեք հասկանանք։ Նիկոլ Փաշինյանը, որ գիտի բառերը հայերենի, գիտի նաև նախադասություններ կազմել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կարա ասի. «Այև դուրս հանի զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից»։ Մեկ։ Օրինակ կարա ասի. «Այև քո պահանջով Հայաստանը սահմանադրություն չի փոխելու»։ Երկու։ Մի քիչ ավելի հեռուն գնանք, կարա ասի օրինակ, այև քո պահանջով ես չնայած նրան, որ դու դեմ ես, բայց ես հրապարակելու եմ տեղեկատվությունը, որով, ինչպես խոստանում եք պատերազմից առաջ, պայթեցնելու եմ Ադրբեջանը։ Եվ ամենակարևորը, Իլհամ Ալիև, քո պահանջով Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Սակայն Հայաստանը չեն հետաքրքիր է, այս նախադասությունները Նիկոլ Փաշինյանը կարող է արտասանի, թե չի կարող արտասանի։ Ես առաջարկում եմ մի չելենջ անենք ու տեսնենք Նիկոլ Փաշինյանի համարձակության և կարողությունների աստիճանը։ Հիմա վրիպակների մասով։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը, ես ինքս իմ խոսքի ժամանակ շփոթվում ես, մարդ չկա, որ վրիպակներ չունենա, բայց գիտեք, ես կյանքում ամենակարևոր բանը որն է, որ քո վրիպակները չարժենան կյանքեր ու հայրենիք։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վրիպակները արժեցել են կյանքեր ու հայրենիք։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Շուշիում, որ Արցախը Հայաստանը և վերջ, հիմա արդեն հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանը։ Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը հորդորում էր մարդկանց, ասում էր ձեր կասկաները վերցրեք, բրոնեժիլետները վերցրեք,
գնացեք, պայքարեք, կռվեք, հետո պարզվում է խաբում են մարդկանց, որտեղ մարդիկ փաստորեն ադրբեջանական հողի համար պետք է պայքարեն, եղբայր, բայց դա ադրբեջանական հող էր, մարդկանց խիղ ուղարկում մեռնելու, խիղ քո որդուն ուղարկում ծառայելու ադրբեջանական հողում, նոր իմացա, այս է գրիպակը, ամենամեծ գրիպակը, քաղաքական դաշտի ամենամեծ գրիպակը Նիկոլ Փաշինյանն է, եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք այդ վրիպակը բոլորով միասին սրբադրելու ենք։ Միասին Բարև ձեզ Տավուշեցիներ ջան։ Գործընկերուհիս անդրադարձավ այս քանի օրերին հնչող թեզերին, Աղնեսա ջան, կարծում եմ մերը լրիվ անկեղծ չեն, երբ Ռուբեն Ռուբինյան ասում է մեր թեկնածուն խոսել գիտի, գրել գիտի, կարդալ գիտի, ինձ թվում է այդ ցանկը չեն շարունակում, խոսել գիտի Նիկոլ Փաշինյանը, գրել գիտի, կարդալ գիտի, հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմով վախեցնել գիտի, ամբողջ ցանկը հրապարակեք էլի, թե չէ գրել կարդալով չեք զարմացնի իրականում, բայց ես էլ ուզում եմ անդրադառնամ թեզերից երկուսին իրականում, մեզ ինչ են ասում, տեսել եք, չէ, այսօր կադրեր են հրապարակել, ասում են մայիսի 28-ին զորահանդես են անում, երևի այլևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի, չեն կարողանում բացատրել այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին, ինչ են արել, ասում են դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ բան կանենք, դրական իմիջ կստեղծենք, կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։ Ժողովուրդ ջան, նա խաբում են, այդ 8 միլիարդով իրանք զենք չեն արել, անգամ պաշտոնական թվերը որ նայում ես 1/3-ն էլ չի կազմում ու միջև հիմա չեն կարողանում պատասխանել այդ 8 միլիարդը վերջը ինչ են արել 8 միլիարդով Հայաստանում հնարավոր է թրիփեր կառուցել, հնարավոր է քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, այս Դիլիջանի թունելը որ կա, չգիտեմ, պարոն նախագահ գործի ասի հաշվարկները քանի հատ այս թունել հնարավոր կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։ Բայց ամենակարևորը Հիշում եք, ձեզ 2018-ին էլ սուերը ցույց տվեցին։ Շատ տպավորիչ էր։ Այդ սուերը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ինչ պարզվեց։ Պարզվեց դա մեր պատմության եւ իր մարդկության պատմության էր ամենաթանկարժեք սելֆին էր։ Այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն այդ ինքնաթիռների ֆոնին։ Այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցին։ Մենք կարողացանք իրենց օգտագործել։ Հիմա ինչ երաշխիք ունեմ, որ այն զենքը, այն մեքենաները կլինի, որ անցնելու է հրապարակով, դա օգտագործելու ենք, թե սուերի ճակատագրին են արժանանալու։ Մեկը, որ 100 անգամ մեզ խաբել է, 101-րդ անգամ կարանք իրան վստահենք։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կա։ Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանը գնի աշխարհի բոլոր զենքերը, եթե Նիկոլ Փաշինյանին վստահեն ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ բանակների ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանը մեգա պարտվելու է, մեգա կապիտուլյացիա ստորագրելու։ Ինքը ուրիշ բան չի պատկերացնում ինչ կարելի անել, չի պատկերացնում, որ կարելի է հաղթել, կազմակերպվել, պաշտպանել, չի պատկերացնում, ոնց կարելի է Ադրբեջանը մի բան ասի, ինքը չանի։ Դրա համար մեզ ՆԱՏՕ-ի բանակներ լինի, չի փրկելու, եթե ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ղեկավարին պիտի փոխենք, որ անգամ բաց զենքերով են, եթե այդպիսին է վիճակը, կարողանանք պաշտպանել երկիրը, որը արել ենք։ Դրա համար փոխենք ղեկավարին, որ պաշտպանենք երկիրը։ Ես մի բան են անդրադառնամ, գիտեք, ամենաշատ մեզ տրվող հարցը այս ամբողջ օրերին Երբ տեսնում եք հարցում եք լավ մի բան փոխվելու է, մի բան կփոխվի, ժողովուրդ ջան, որպես վերջին տարիներին երևի ամեն օր այս պայքարի մեջ գտնվող մարդ, բոլոր շարժումները տեսա ամենամեծ հնարավորությունը փոփոխության։
Բայց այս ամենի մի հատ նախապայման կա։ Այս հրաշքներ չեն լինելու։ Սասունցի Դավիթ չունեն, որ գա Մսրամելիքի գլուխը կտրի, մենակով հաղթի այստեղի։ Եթե չհամոզեք, որ ձեր հարևանները, ձեր բարեկամները գնան, եթե չհամոզեք, որ չգնալ նշանակում է Նիկոլ Փաշինյանի ձայն տալ, չի փոխվելու։ Եթե չգնաք, չի փոխվելու։ Եթե գնաք քվեարկից կախված։ 2 օր առաջ մի կնոջ վերջում ասեց, բայց գիտեք, որոշել եմ ուսս Աստծո ուսին դնեմ, Աստված մեծ է, մի բան կլինի, ընտրության չեմ գնալու։ Ժողովուրդ ջան, Աստված մեծ է, բայց եկեք մեր գործը Աստծո վրա չթողենք, Աստծո ուսին լինենք, բայց մենք մեր բաժին գործը անենք, որ Աստծո այս իրավիճակը փոխվի, որովհետև եթե մենք չանենք, փոփոխություն չի լինելու, բայց եթե գնանք, ընտրատեղամասեր, ոչ ասենք, այլերի սահմանադրությանը, ադրբեջանցիների ստեղ բնակեցնելուն այս քաոսի իրավիճակը հաստատ փոխվելու է։ Դրա համար ձեզ շատ խնդրում ենք, մենք այստեղ բոլորս համախոհներ ենք, բայց այստեղից որ դուրս ենք գալիս, տեսնում ենք այսօրվանից սկսած, համոզենք, որ ամենակարևոր բանը հունիսի 7-ին այլ բան պլանավորել պետք չի։ Գնալ ընտրության, ոչ ասել գործող իշխանությանը, ընտրել հունիսի ոչ միայն ազգային ժողովի ամենաուժեղ պատգամավորներից մեկին, ոչ միայն ամենասիրուն քաղաքական գործիչներից մեկին, այլ նաև իմ շատ լավ ընկերոջը տիկին Աննա Գրիգորյանին։ Շնորհակալ։ Իրոք երբ գալիս ենք Իջևան, մտածում ենք, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն է գալիս, այլ իմ ամենալավներից մեկի Գառնիկ Դանելյանի հայրենի քաղաքն է, որպես գործընկեր ունենալ Գառնիկի նման գործընկեր, ամենաշորթի մոտ, ամենահասանելի, ամենաժողովրդական, ու իսկապես կարծում եմ ձեզ համար էլ հպարտության աղբյուր է, որ ձեզ ներկայացնող է հատկապես Գառնիկ Դանելյանը։ Եթե ինձ ասեք, թե նախ եւ առաջ ես ինչն եմ ուզում փոխվի հունիսի 7-ով, ես կասեի, որ ես ուզում եմ վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։ Մի ժողովուրդ, որ նարեկացի է տվել, խորենացի է տվել, նժդե ու անդրանիկ է տվել, չի կարող այդ ժողովրդին հազարամյա պատմություն, քաղաքակրթություն ունեցող ժողովրդին ներկայացնել մեկը, ում ուտելուց նայելուց ամոթ է սապրում, գորգրալուց նայելուց ամոթ է սապրում, այլերի մոտ վիզը ծուր կանգնած էլի ամոթ է սապրում, տեսնում ես ինչպես է Էրդողանի գիրքը գրկած կանգնած էլի ամոթ է սապրում, ոչ մենք արժանի չենք նման ղեկավարին, մեր ժողովուրդը իսկապես հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ է եւ արժանի է, որպեսզի իրեն այնպես ներկայացնեն, որ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս մեր գլուխներս բարձր քնեն։ Այսօր ոչ Հայաստանի ներսում կա մեր ժողովրդի մոտ արժանապատվությունը, ոչ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս էլ բազմաթիվ մեր հայրենակիցների հետ խոսում եմ, աշխարհի որ ծայրում են լինի։ Ասում եմ մենք մի բան ենք կորցրել, ոչ միայն հայրենիք ենք կորցրել հազարավոր տղաներ, այլ մեր արժանապատվությունն է կորել։ Եվ ես այո վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք արժանապատվությունը վերականգնելու գործընթացն ենք սկսել։ Շատ առիթներ է եղել խոսելու, շփվելու, մտքեր փոխանակելու, ու ես գիտեմ դուք ինչ եք անելու հունիսի 7-ին։ Բայց ես ուզում եմ ձեզ շատ խնդրել, որպեսզի դուք շարունակեք խոսել մարդկանց հետ, ձեր հարևանների, ծանոթ անծանոթների։ Եվ իրենց ասեք, որ եթե հունիսի 7-ին հանկարծ մտածեն, որ պետք է ձայնը տան քաղաքացիական պայմանագրին, իրենք ուղղակիորեն համաձայնելու են նրա հետ, որ Արցախյան հերոսամարտը, Արցախյան հաղթանակը ուղղակի ճակատագրական սխալ է, որովհետև վաղը մյուս օրը մեր երեխաները դասագրքերում դա են կարդալու, իսկ մենք դա չենք ուզում։
Իրենց ասեք, որ այո, Արցախյան հերոսամարտը եզակի ձեռքբերում ա եղել հայ ժողովրդի համար եւ ոչ թե ճակատագրական սխալ։ Հայ ժողովրդի համար ճակատագրական սխալը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելը 18 թվականին։ Որպես մարդ, ով աջակցել է այդ գործընթացին, ինչպես մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Բայց այդ ճակատագրական սխալը փոխելու հնարավորություն կա։ Մի մասը փոխել է դա 21 թվականին։ Հիմա եզակի հնարավորությունը անշրջելի դարձնելու այդ ճակատագրական սխալը եւ ես վստահ եմ, որ մենք միասին դա կարող ենք անել։ Եվ ես ուզում եմ, որ դուք նաեւ իրենց ասեք, որ մեր ինքնությունը փոփոխման ենթակա չի։ Մենք իսկապես չենք կարող մեզ թույլ տալ ամբողջ աշխարհի առաջ այսպես գլխի կոր կանգնել։ Երբ որ վերջերս դուք գիտեք, որ Եվրոպական միության գագաթնաժողով է այստեղ, տարբեր երկրների ղեկավարներ եկել են եւ Հայաստանից նկար դնելու համար Արարատի պատկերով նկար էին դրել, որտեղ մեր ժողովրդի ամենահայտնի սիմվոլը Արարատն է։ Իսկ այսօր այս իշխանությունները անխնա պատերազմ են հայտարարել Արարատի դեմ, մեր ինքնության դեմ։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այսօր պահպանել այդ ինքնությունը, որ մեր երեխաները վաղը գրողը լինեն այդ ինքնության։ Եվ պետք է մարդիկ, ովքեր հանկարծ մտադիր են այս իշխանություններին ձայն տալ, հստակ պատկերացնեն, որ ամիսներ հետո իրենց ստիպելու են գնալ ընտրատեղամաս, որպեսզի սահմանադրության փոփոխություն իրականացնեն, առաջիկայում մեր երկրի տարածքներից նոր տարածքներ են հանձնվելու, դրա անոնսը բացահայտ են անում, առաջ գոնե ամաչում ինչքան մի քիչ մանիպուլատիվ հայտարարություններ էին անում, հիմա բացահայտ են դա անում։ Եվ այս կորուստները անվերջալիներ, այս շփման իսկապես պետք է կոտրվի, եւ ես ձեր դեմքի նայելով, ձեր աչքերի նայելով, տեսնում եմ այդ վստահությունը, որ մենք կկարողանանք այս իրավիճակը փոխել։ Ես իսկապես հավատացած եմ, որ առաջին քրիստոնեություն ընդունած ազգը տերականունելու իր եկեղեցուն, ամենահին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդներից մեկը, տերականունելու իր պատմությունը եւ հետեւաբար իր ապագային, եւ մենք միասին կարողանալու ենք կոնտրել այս անարժանապատվության շղթան եւ հունիսի 7-ը մեր արժանապատվությունը վերականգնելու սկիզբն է։ Շնորհակալ եմ, հիմա ուզում եմ խոսքը փոխանցել Պարոն նախագահ, անգամ որ ներկայացնում եմ, ասացի Արցախի հանրապետության առաջին նախագահ, հետո անդրադարձա, որ եզակի այդ առումով սիմվոլ եք մեզ համար, որովհետև Արցախի մնացած բոլոր նախագահներն այս բանը գտնում են Բաքվի բանտում եւ այդ առումով ավելի մեծ կշռ եք ստանում մեզ համար, որովհետև Արցախը կորզված է, Արցախի նկատմամբ պատմության նկատմամբ աննախադեպ գրոհ ա գնացել եւ հիմա յուրահատուկ սիմվոլ եք այդ առումով մեզ համար։ Խնդրում եմ դիմավորեք Արցախին մեջ միակն է, biz լավ պայն։ Ձեր մեսիջը ճիշտ հասկացա, բայց դա ձեզ ավերաբերում, որ ինձ լավ պայն։ Սա նշանակում առաջի հունիսի 7-ին քվեարկել համար 19։ Համաձայն է։ Սիրելի ժողովուրդ, միջև բուն եղոտից անցնել առաջարկներին հենց մտանք ձեր տարածք, լիճ, Չոպանովի և այլը։ Հիմա ուղղակի ասեմ, որ Ծարկաձորի Չոպանովին կառուցելուց հետո 2-3 տարի անց շինարարությունը դեռ գնում էր, ջերմուկից մի պատվիրակություն էր եկել և խնդրել են, որ անպայման նաև Չոպանովի կառուցենք ջերմուկում։ Եվ կառուցել ենք։ Իջավանից ոչ որ չի եկել, չի ասել։ Եթե էլի պատվիրակություն գարասեիք, հաստատ տեղել կառուցել։ Ես չգիտեի, որ այդ բանը կա, այդ զատովոսը կա,
Ուրեմն կառուցելու ենք։ Այսօր կցանկանայի մի քանի խոսքով ոտիկիսել ձեր հետ անվտանգության հարցերի շուրջ։ Ինչու անվտանգության, արդեն Քրիստինեն դրա մասին ասաց, հաստատ ամսի 28-ին փորձելու են մի պարար կազմակերպել եւ եւս մեկ անգամ sense խոսք չեն լոյի աչքի դեպի ինչ-որ բան են անում բանակի համար։ Անվտանգության ունիվերսալ համակարգ ամբողջ աշխարհում հետևյալն է. մարտունակ ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Կրկնեմ այդ միտքը, մարդկությունը ուրիշ մոդել չի որին։ Հիմա փորձենք հասկանանք ինչի ենք մենք պատվել 20 թվականի 44 օրյա պատերազմում։ Պատվել ենք, որովհետև այս 3 կարևորագույն գործոնները խաթարվել են։ Բանակը քայքայել են 18 թվականից սկսած, առաջնորդը, երբ ասում եմ ուժեղ առաջնորդ, հաստատ Նիկոլ Փաշինյանը չի գալիս ինձ։ Արջև, այն ժամանակ գոնե թմբուկների վրա որ բան սովորացել էր միուցարելի ուժեղ առաջնորդներ, բայց որ հայտարարությունն էր եւ հայտնի կադրերը եւ ռաժոկը չի կարող միացնել քալաշնիկովի ավտոմատը։ Այսպիսի վերագույն գլխավոր ժամանակար ինֆորմացիա։ Եվ երրորդը փչացրեց հարաբերությունները մեր դաշնակցի։ Ուրեմն երեք այդ կարևորագույն կոմպոնենտներ մտածված հետևողական քայլերով քայլել են։ Արդյունքը շատ ծանր էր ժողովրդի համար, բայց գինը այդ սխալների համար դրել է մեր ժողովրդը։ Բազմաթիվ զոհերով, վիրավորներով եւ տարածքային կորուստներով։ Եվ այդ հիմարությունների, այդ սխալների դերինակը ոչ թե գին չի դրել, տրին է ստացել, լուրջ։ 21 թվականին ընտրվել է նորից ընտրվել է վարչապետ։ Բերկության համար, իր սխալների համար ժողովուրդը գինը տվել, բայց այդ սխալները կատարողը պրեմիա է ստացել։ Էն ինչ պրեմիա։ Ինքը նաև համարում է, որ ինքը մանդատ է ստացել այդ ավերիչ գործը շարունակելու համար։ Մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար։ Միայնակ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի։ Եվ իմ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Բոլոր նրանք, ովքեր 21 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար։ Գիտակցում են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունը ունեցել։ Հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ այդ գիտակցությունը այնուամենայնիվ այսօր կա։ Ինչ ենք մենք տեսնում այսօր։ Նույնն է կատարվում։ Նույն սխալները։ Այս մարդը կամ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կամ հատուկ ծրագիր է իրականացնում, ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ։ Գիտեք, ժողովրդի, ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է։ Եվ միգուցե այդ ցավը հիշեցնելով մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը։ Վերադառնամ այդ պլանավորվող паради մասին, որը 28-ի կրկնվենա, եւ Քրիստինեն հիշեցրեց այդ սուրերի դեպքը։ Այն գումարները, որոնք նախատեսված է փող համակարգի համար, այդ գումարներով, հակաօդային պաշտպանության համար, այդ գումարներով գնել են սումներ մոտ 20 միլիոն դոլար, որոնց հետ չեն գնել թերթերներ
Եվ այդ սուրերը գոնե մեկ մարտական խնդիր չեն լուծել։ Որտեղ զենք չունեին, այսպես ասեմ, սիրուն լավ ինքնաթիռը, բայց այդ ինքնաթիռը մարտական գործողությունների համար չես կարող օգտագործել։ Մի խայտարակություն է, որի համար ոչ մեկը պատասխան չտվեց։ Եթե գնային փոփ համակարգերը, հաստատ 100% վստահությամբ ասում են, բայրակտարների հարցը կլուծեին եւ պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօթաչու սարքերի։ Մենք չունեինք, իրենք այդ առումով բավական հակեցված էր իրենց հնարավորությունները, իրենց բանը։ Հիմա մեզ ցույց են տալիս, ես այդ կադրերը տեսա, թե ինչ զենքեր են գնում։ Ժողովուրդ ջան, նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Դա Աստված, որ այդ անհրաժեշտություն չլինի, բոլորս ձգտում են խաղաղության, բայց եւս գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի Ոտի մետալում, քանի տոննա մետալ է։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, քարտեզի նայեք, Ֆրանսիայից, այդ արկերը ոնց պետք է բերես Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում, որ ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմանն էր բաց եւ Իրանի օդային տարածքները բաց նման կարգի ցես մատակարարողների համար միայն Ռաստանը փակ է։ Հիմա այս ինչ կատարվում է Իրանի շուրջ նշանակում է նաեւ այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից NATO-ի անդամ երկրից վերելու համար։ Հիմա ինչ է կան։ Կամ քարտեր չեք նայում։ Կամ ընդհանրապես չգիտեք քարտեզը ինչ է։ Եվ իմ մոտ ինձ հարց են տալիս, ինչի համար է սա։ Ինչի համար ենք մենք ևս հսկայական գումարներ ծախսում զենքի վրա, որը օգտագործման հնարավորություն, որի օգտագործման հնարավորություն չենք ունենալու։ Ինչ որ մի քանակի արկեր բերել են, ենթադրում եմ, բայց դա ինտենսիվ պատերազմի ժամանակ ընդամենը 2-3 շաբաթ աշխարհը լինելու։ Ու վերջ։ Եվ միայն բացատրությունը հետևյալն է։ Ֆրանսիական ռազմավարությունաբերական կոմպլեքսի ֆինանսավորել են, որ Մակրոնը գա եւ համբուրի։ Ասի ապրի։ Նիկոլը շատ լավ տղա է։ Սրա համար է երկու։ Ես մի բան պետք է իմ մանկության հիշողությունը սվաթի սուր հիշողությունը մնացել երևի երրորդ դասարանի երեխայի մեր կարձերս մեխով խաղում էի և այդ մեխը ռազետքայի մեջ է գցել հոսանքը նենց հատվել հարով եմ որ ասում աչկերը միտքեցի կրակատվել դրանից հետո երբևէ ծեր մտքովս չեր կարող անցնել, որ ես կարող եմ այդ մեխը ևս բերը ռազետքայի մեջ որովհետև այդ հոսանքի հարվածը կերել եմ։ Հիմա մի վարչապետ ունենք այս երկրում, որ այդ մեխը դերսրած, մանա գալիս թե որտեղ մի ռազետկա։ Նրա մեջ է, որ այդ հոսանքը իրեն չէ խփում, ժողովրդին է։ Այս մեկը մեխը վերցրած ռազետկաների մեջ քցում է, այդ հոսանքը ժողովրդին է տալիս։ Զոհերով, վիրավորներով, տարածքային կորուստներով։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռից վերցնել ժողովրդին։ Եվ այդ մեխը ձեռից վերցնելու տարբերակը մեկն է։ Հունիսի 7-ին
Քվերկել 17-ի համար։ Շնորհակալություն, մենք ունենք ինտերակտիվ նաև հատված, չէ՞։ Ես տեղական հարցերից համարը չխոսացի, միայն ճոպանուղու հարցն է, ինքն մի քիչ Նիկոլավարի մեջ կգցեցի ձեր վրա։ Որ ժամանակ իմ դիմեի կլիներ, բայց անկեղծ եմ ասում, իսկապես որ դիմեի կլիներ։ Եվ միգուցե այդ տեղական հարցերը, քանի որ ձեզ ավելի շատ են ուզում եւ դուք ավելի լավ եք տիրապետում այդ հարցերը, փորձենք ինտերակտիվ հատվածում կենտրոնանալ հենց միգուցե գոնե մի մասը այդ հատվածի ձեր տեղական հարցերի վրա։ Համաձայն եք։ Առաջի հարցը ես տանեմ, որպես ժողովրդի ծոցի ասեկան հարց տանել, առաջի հարցը ես տանել։ Շատ են հարցնում նամավերջի շրջանում արտաքսումների կապված, դեպորտ Ռուսաստանից մեր հայրենակիցների և հարցը հետևյալն է։ Հունիսի 7-ից հետո հնարավոր է այդ հարցը արագ լուծել։ Նաև մի բան կար, որ մոռացա դրա մասին ասել, խնդրել են, որ դες փոխանցենք երկու առաջ երբ որ նկարահանումների էի Հանրապետության հրապարակում մի տղա երեխայի մոտեցավ և մի պատմություն պատմեց 2000-ական թվականների Կրասնոդարի երկրամասում խնդիր է եղել, այսպես կոչված սկինխեդների հետ կապված հայկական գերեզմաններ էին անվիրվել և ասիստան նախագահ Քոչարյանը այդ ժամանակ եկավ մեկ օրվա մեջ այդ խնդիրը լուծեց և մենք այլևս պրոբլեմ չունենք Կրասնոդարում և ասես խնդրում իմ անունից փոխանցի, նաև որ հանդիպում ա եղել նաև համայնքի հետ իմ անունից փոխանցի, որ մենք ձեր կողքին ենք, ձեր հետ ենք և հուսով ենք, որ ձեր ընտրվելու պարագայում են բոլոր խնդիրները, որ կան, շատ արագ լուծում ստանան, քանի որ խոստացել էի, փոխանցեցի այդ հարցը և նաև շնորհակալություն ձեզ և խնդրում այդ հարցին պատասխանել։ Հարցը մեկն է, թե երկուսն է։ Դեպորտների հարցը 2-3 ամսվա հարցը։ Ուրիշ բան չկա և զբաղվելու հարցը։ Հետևողական հարցով զբաղվել և ունենալ այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս նման կարգի հարցերը շատ արագ լուծել։ Այդպիսի հարց երբեք չի եղել։ Իմ պարզությամբ այս հարցը արհեստական ձևով ստեղծված հարց է և հետևանք է այս իշխանությունների քաղաքականության։ Ջան, երկու կողմերը բարձրախոս է դրած, ինչքան ովքեր հարցերում են, ամեցեք։ Բայց ես մի բան ավելացնեմ, քանի որ Կրասնոդարի այդ մասին խոսք եղավ, նայեք, ես իմ այցերի ժամանակ Ռուսաստան միշտ ընտրում էի բացի Մոսկվայից երկրորդ քաղաքը։ Եվ ընտրում էի այն քաղաքները, որտեղ ես տեսնում եմ, որ կան հայկական համայնքի և տեղի իշխանությունների հետ կամ որոշակի լարվածություն, կամ իրար լավ չեն հասկանում, կամ որոշակի ազնական մշակություն։ Հատուկ դա է անում, գնում է տեղում գուբերնատորին հրավիրում, այդ համայնքի ղեկավարին էի հրավիրում, համատեղ մի հանդիպում էինք անում, իմ գնալուց հետո արձագանքը միշտ մեկն է։ Հարցերը լուծված են, մենք լավ ենք զգում։ Եվ Հայաստանի առաջնորդի ֆունկցիան նաև դա պիտի լինի, անել ամեն ինչ, որ դրսում ապրող հայերը իրենց լավ զգան, ճնշված չզգան։ Եվ այդ բանը Պարոն Քոչարյան, իմ մոտ ոչ թե հարցը, ես ուզում եմ մի փոքր ելույթ ունենալ, եթե իհարկե թույլ կտաք։ Եթե մեր լարնիկի նման է կանել։ Ես ուզում եմ այնպիսի ելույթով, որ հիմա երիտասարդությունը հատկապես ունի դրա կարիքը։
իհարկե կա, իհարկե։ Հա, բելից։ Շնորհակալ եմ ուշադրության համար ու բեմ հարցանաթույլ տալու համար։ Պարոն Քոչարյան, նախ ներկայանամ, ես Լուսինեն եմ, Արցախից եմ ու այն հայկական Արցախից եմ, որը իր ծաղկումը ապրել է ու կայացել է հենց ձեր կառավարման օրոք ու ոչ միայն Հայաստանն, ոչ միայն Արցախն է ծաղկում ապրել, այլ նաև Հայաստանը, էլի ձեր կառավարման օրոք։ Աշխարհում մոտ 1300-ից 3000 ազգ էթնիկ կազմեր կան ու դրանցից գրեթե 200-ը որ պետություն են կազմում։ Ու մենք այն պետությունները հայկականում էինք, Արցախի ու Հայաստանի հանրապետությունները այդ 200-ից։ Ու ես հենց այդ պետություններից մեկի հպարտ արցախցին եմ ու ուզում եմ որ շեշտեմ, որ սովետական միության փլուզումից հետո դուք եք այդ երկու պետությունները, այսպես ասած, ծաղկման հանգեցրել ու այս վերջերս իմ տարիքակիցների հետ մենք զրույց ունեցանք, Հայաստանի այս վերջին իրադարձություններն էինք քննարկում, մենք հասկացանք հենց այդ ամենը ու որ ինչ-որ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի կարող մեզ վրա մատ թափահարել ու մեր հայրենիքը համարել արևմտյան Ադրբեջան։ Տարի առաջ, երբ որ 2018 թվականն էր ու այդ ժամանակաշրջանը դեռ չէր հասել, երբ որ պետք է ընտրվեր ներկայիս իշխանությունը, ես երբեք չեմ պատկերացել, որ ես հիմա այստեղ կլինեմ ու այս բեմի վրա կանգնած Ես միշտ իմ ապագա պատկերացրել եմ Արցախում, ես վստահ եմ, որ ես հետ կգնամ Արցախ։ Շատերիս հայերի մեջ շատերի արմատները գալիս է հենց արևմտյան Հայաստանից։ Ու եթե այդպես խորանանք, մեր նախնիներն էլ չեն մտածել, որ մենք հիմա մեր պատմական հայրենիք պիտի գնանք զուտ զբոսաշրջության համար, որ մեր հայրենիքում մենք կարանք լինենք զուտ տեսնող, այդ մեր հայրենիքը պետք է նենց լիներ, որ մենք այդտեղ ապրեինք։ Քրդերը, որ պետություն չունեն, հիմա ապրում են մեր պատմական հայրենիքում։ Ու այս ամեն ինչի լուծումը այն է, որ պետք է իշխանափոխությունը կատարվի, որովհետև մի մարդ, ով Արցախյան շարժումը պատմության փառահեղ հաղթանակներից մեկը, որ մենք ունեցել ենք, համարում է ճակատագրական սխալ, ուղղակի այդ անընդունելի է։ Անընդունելի է այն, որ ինքը կանգնում ու ասում է, որ Հայաստանում կան տարածքներ, որոնք որ մեր տիրապետության տակ են, բայց իրականում դրանք Ադրբեջանին են։ Ադրբեջանինը դրանք երբեք չեն կարող լինել, դա Հայաստանինն է։ Ու անընդունելի է նաև այն, որ ինքը եկեղեցու դեմ է դուրս գալիս։ Պատմության ժամանակ բոլոր իրադարձությունները, երբ որ անգամ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին է մեր այդ պետականությունը, մեր ինքնությունը պահել, ազգային արժեքները։ Ու հիմա իրանք դրդում են ընդհանրապես նրան, որ այդ ազգային արժեքները մենք կորցնում ենք։ Ու եթե չկան այդ ազգային արժեքները, չի կարող լինել պետություն, չի կարող լինել ազգը, ոչ մի բան ուղղակի չի կարող լինել։ Ու միակ այդ երկը, որը որ կլինի այդ արժեքները չունենալու դեպքում, այդ ուղղակի կործանումն է լինելու։ Հայաստան, Արցախ ու Սփյուռք, այդ միասնության դեպքում է միայն հաղթանակները կերտվում։ Իսկ հիմա այդ միասնությունը ուղղակի պարակտվել է, չկա այդ միասնությունը։ Սխալը ազգային արժեքներից հուսափելն է, ազգային արժեքները կորցնելն է, թշնամու դիմաց գլուխը կախելն է, ու ոչ թե Արցախյան շարժումը, ոչ թե, չգիտեմ, Հայաստանի տարածքները համարել Ադրբեջանինը։ Ուզենամ նշել Գարեգի Նժդեի խոսքերից մեկը, որ մի ժողովրդի հայրենի հողը չի կարող լինել ուրիշի, մանավանդ մեր դեպքում քոչվոր ինչ-որ ցեղի մնայուն հայրենիքը։
Հարցեր կան։ Արգանդիքնի ձեզ, կարող ոչերեմ, և մնացած դաշնացականներին, Հայաստանի մնացան։ Եթե ամին ծրագրում կամ իրավի դեմ ռազմական արշավի վերասկսում, ապա Հայաստան-Ադրբեջան գիծը Վաշինգտոնի համար կարևորագույն պլազդարն է, մանավանդ եթե այդ արշավը երկարատև կլինի, որի համար ցամաքային գործողություններն անխուսափելի պայման է։ Այդ ժամանակ ինչ է սպասությունը։ Ես իմ ելույթի ժամանակ ակնարկ արեցի։ Մենք իհարկե դժվարություններ ունենալու ենք եւ ստեղ խնդիրը հետեւյալն է։ Բոլոր պատերազմները ունեն սկիզբ, ունեն վերջ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մի օր կարող է փոխվել։ Բայց այն քայլերը, որոնք այսօր մենք անում ենք կամ փորձում ենք անել, բերելով է մեր Հայաստանի և Իրանի հարաբերությունների արդարացման։ Հարևանի հետ շատ հեշտ է հարաբերությունները փչացնել, կենցաղում չեն այլ։ Հետո շատ ավելի դժվար է վերականգնել այդ հարաբերությունները, որովհետև հարևանից վատ բան չի սպասում։ Եթե մեկից վատ բան չի սպասում, մի փոքր նույնիսկ ինչ-որ մի սխալ բան ծանր է ստանում և իսկապես հարևանի հետ ավելի հեշտ է հարաբերությունները փչացնել, քան կառուցել։ Երբ որ այդ տրիպ ծրագիրը երբ որ քննարկվում է, դա եղել է չեմ սխալվում օգոստոս։ Մինչ այդ մեկ ամիս մինչ այդ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Իրանը։ Բազմաթիվ զոհեր են եղել։ Եվ այդ վիճակում գնալ Վաշինգտոնում քննարկել մի ծրագիր, որը ենթադրում է Իրանի սահմանը ըստ էության հանձնել ամերիկացիներին, որոնց դեն ես բան չունեն, հակառակ մենք պետք է լավ հարաբերություններ ունենալ ամերիկացիների հետ։ Բայց այդ հարաբերությունների պատճառով մենք չպետք է թշնամանանք Իրանի հետ։ Այդ մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրի ճանապարհի մեջ են, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու ենք, աշխատելու ենք, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք մեր շահը, Հայաստանի շահը։ Լավ հարաբերություններ ունենալ Իրանի իսլամական հանրապետության հետ։ Պրոբլեմներ կան եւ այսպես ասենք, այս իշխանությունը մեզ բերելով է թշնամացման։ Ուղղակի վերհիշենք 44 օրյա պատերազմ։ Վրաստանի տարածքով մենք ինչու չենք կարողացել տեղափոխել ռազմական բեռներ, նույնիսկ օդային տարածքով չենք կարողացել։ Ինչու մենք այդպիսի խնդիր երբեք նախկինում չենք ունեցել։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ոչ ոք չի։ Չանենք նույնը Իրանի։ Այդ դեպքում սենց կոպիտ ասած մենք բանկա չեն, որ բանկան զակատ ունենք։ Այս այդ զակատի բան վիճակ ունենք հայտնել։ Եվ դա այն վիճակն է, երբ սկսելու են մեզ թելադրել եւ մենք պարտավորեցի բաց ենք լինելու թելադրանքը կատարել։ Հիմա սա է ուզում այս իշխանությունը։ Որ ամեն անգամ ինչ ասեն, ինքը պիտի անի, հետո ասի թե ինչ անեմ, ճար չունեմ։ Ճար ունես։ Կարող է ճար չունես, գիտեմ, ճար ունես, խել չունես։ Երևի ավելի ճիշտ ձևակերպում է սա։ Եվրոպան հպատակության տակ է վերցնում Հայաստանը, դիտ շահերի համար, և այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետում։ Այդ կարգավիճակում ինչպես է մնում։ Մի քիչ լավ չվստեց։ Եվրոպան իր հպատակության տակ է վերցնում Հայաստանը։ Ով ասաց թե վերցնում։ Դե Փաշինյանի բանը բայց է վերտանում Հայաստան, իր շահերի համար։ Եվ այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետությունը։ Ինչպես է նայում հարցը։ Նայեք, այն ինչ արվում է Եվրոպայի կողմից այսօր, հայտարարությունները, հարախոսով եւ այլն, ունեն մեկ նպատակ։
Ցավացնել Ռուսաստանը։ Այո, հենց այդ հարցը։ Իրատեսական ոչ մի հեռանկար այստեղ ուղղակի չկա։ Ուղղակի չկա։ Եվ նաև մենք տեսնում ենք Ռուսաստանի արձագանքը ինչպիսին է։ Ռուսաստանի նախագահի հայտարարություններով երեք անցած օրը սա խնդիր է։ Եթե դու ապրում ես Հայաստանի շահերով, եթե որպես առաջնորդ դու պետք է հետապնդես Հայաստանի շահերը, դու չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեցվեն նման կարգի հակառուսական հայտարարություններ։ Չի կարող։ Դու հարևանություն նույնիսկ բարեկամ դու պատկերացրել եք ձեր ամենից մոտիկ ընկերոջ տունը ինչ-որ բան հավաքում եւ կոնկրետ ձեզ հասնում կամ հրապարակային պատուհանից լսեցում, որ քեզ մեր են կրվում վաստը։ Ոնց կտանես, այդ ընկերոջ հետ դու ընկերություն կանես։ Իմ ամեն մեկը թող էս վիճակը մոտավորապես են բերի կենցաղային ինչ-որ մի վիճակի է, հասկանալու համար, թե ինչպիսի կոպիտ սխալ է։ Առաջինը Զելենսկուն չպետք է հրավիրել։ Եթե այն ամենայնի հրավիրել է, պետք է ուղղակի հետը զգուշացնենք, ասենք, մենք հրավիրելու ենք մեկ պայմանով։ Մեզ մի ներքաշի ձեր կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ երկիր ենք։ Չեն ասում, հակառակ, ճիշտ հակառակ։ Ուրիշ։ Չէ, խնդրում թույլ տվեք գորգուշներն Մենք հիմա պետք է պարտադիր կերպով, ոչ թե պարտադիր, այլ իսրտե մասնակցել ձեր ընկերություններին և ձեզ։ Շնորհակալություն։ Լավ, թող հարցները դու Սիսիմա, խնդրեմ։ Նախ ձեր կարծիքը կուզեի այդ հարցի շուրջ լսել եւ երկրորդը չեմ ասի ձեր հաղթանակից, մեր հաղթանակից հետո գնդերեցները կմտնեն զորամաս թե ոչ։ Շնորհակալ եմ։ Իհարկե պետք է երակալում է այդ ծավալությունը։ Ենթադրում եմ, որ Հայաստանում ազնիվ լինենք։ Ոնե մեկ կարող է մի քանի տարի առաջ ենթադրել, որ մեր մոտ կարող է լինել նման կարգի պայքար եկեղեցու դեմ, կամ որևէ ընտրությունների մասնակցող կուսակցություն կարող է իր ծրագրերի մեջ ներառել այդ պայքարը։ Ես խնդրում եմ, եթե գոնե մի հոգի կա, որ այդքանը կարող է կանխատեսել, որ ձեր կբարձրացնել։ Կան այդպիսի բան։ Սա արտարոց երևույթ է։ Մի քանի տարի առաջ մեկ կուսակցություն նման մի եկեղեցու վերաբերվող որևէ բան անհարգալից ինչ-որ մի նախադասություն գրել իր ծրագրերում 0.000 քանի տոկոս կարող։ Այսօր միջակը ուրիշ է, որտեղ այսօր ամբողջ քարոզչական մեքենան դրել են եւ աշխատացնում են դրա օգտին։ Եվ հիմնական այդ քարոզչական մեքենան հանրային հեռուստատեսությունն է, որը հեռարձակվում է ձեր փողերով, ձեր հաշվին, բյուջեի հաշվին Հայաստանում է եւ գյուղերում նայում են։ Հիմա ժամանակին նույն գերմանացի աշխատասեր կարգապահ ժողովուրդը քարոզչության տակ մնացին եւ ֆաշիզմը դառավ Գերմանիայում համատարած գաղափարախոսություն։ Հետևանքները գերմանացուց համար հայտնի են։ Ես ինչի համար եմ դա ասում։ Քարոզչական մեքենան կարող է դեֆորմացնել շատ բաներ։
Մեր մոտ այսօր դեֆորմացված է մեր ինքնության կարևորագույն գործոններից մեկը։ Պետք է վերանայվի եւ պետք է ուղղակի, ասենց ասեմ, այդպիսի միջավայր մթնոլորտ ստեղծվի, որ ոչ մեկի մտքով երբևէ չանցնի, որ կարող է նման կարգի քարեր անել ապրել։ Բայց ամենից մեծ պատիժը ժողովուրդը օգտվելով առիթից մի բան ավելացնեմ, որ մենք այս հարցերին անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում։ Ուղղակի որ առանց սպասելու քաղաքացիները կհարցնեն, չեն հարցնի։ Սա մեզ համար այդքան կարևոր հարց է։ Նախ մեր սկզբունքներում ամրագրված, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ինքնության հիմքն է, բայց ավելի կոնկրետ շատ հստակ ասում ենք, որ մեզ համար եկեղեցու պաշտպանությունը առաջնահերթություն է ու հաղթանակից հետո Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ բոլոր տեսակետապնդումները առաջնահերթ պիտի դադարեցվեն, բոլորը պիտի ազատության մեջ լինեն, Բաղդադ Սրբազանը պիտի վերադառնա ձեզ մոտ։ Բացի եկեղեցու սահմանադրական կարգավիճակը պաշտպանելուց, եկեղեցապատական շինությունների եւ գույքի վերադարձ հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Սա մեզ համար պետականությունը պաշտպանել է։ Արամ Մանուկյանը պետականության չգոյության պայմաններում միայնակ վերցրեց պատասխանատվություն պետականություն կերտելու։ Թիֆլիսից եկավ Ավստեփի դուրով գնաց Երևան, 0-ից մինուսից սարքեց հզոր պետություն։ Արամ Մանուկյանին ցավոք սրտի վիճակված չէ երկար ապրել, ես համոզված եմ, եթե կյանքը նրա երկար է եղել, առաջին հանրապետությունը չէր կործանվելու, դուք չեք գտնում որպես մի արամ ապակասում ընդհանրը։ Մի արամ, դուք եղել եք հանրապետության գլխավոր գերագույն հրամանատար, անցել եք բավական դաժան ու դժվար ճանապարհ։ Ինչ դեմոկրատիայի, ինչ ընտրությունների մասին ենք խոսում հիմա, վերել հասցրել են լինել չլինելու առաջ։ Եթե հանկարծ Աստված չանի, չստացվի այս անգամ ևս, չեք գտնում, որ արամ է պետք մեզ։ Կարամվում է, ես ասեմ հետևյալ, հետաքրքիր է։ Մեր տարածքի հետ մի հարց, Իջևան քաղաքի հետ, ճիշտ է չնչեց մեր Իջևանի քաղաքի հետ կապված հարցեր, մեզ վտանգում հարցերից մեկը, ասենք ոչ թե մեկը, երկուսը կամ երեքը, մեր անվտանգային հարցերն է, որ բնակչության մեծ երևի գերակշիռ մասը հետաքրքիր է, որտեղ մենք սահմանի վրա ենք, ամենուրը տեսել ենք մեծ հերմուչեր մեզանց ավելի ավակսելու։ Այդ անվտանգային խնդիրն է շատ կարևոր և շատ կարևոր այդ բնակչությունը այստեղ ապրելու համար պետք է իրենց համար աշխատան։ Տուրիզմը որպես մի ոլորտ կարելի է սպիտակլի, ճոպանողի կամ ենթակառուցվածքներով, բայց և նաև պետք է ասենք ժամանակը եղել է սովետական ժամանակներում եղել է շատ մեծ արտադրական մեծ ծավալներ։ Ես խնդրեմ գործարաններ, խնդրեմ եմ մեր հաջողությունից որ ստացվելուց հետո ինչ որ գոնե մի տարածաշրջանը ունեցել հարաբերությունից Ուղղակի հիշեցնում եմ, սովետական միությունը նպատակադրված արդյունաբերություն էր զարգացնում ամբողջ տարածքում։ Եվ շատ օրինակ Մարտունիում կոմերսատերի գործարան կա, Թավարում կա գործարաններ դրանց, ֆիլիալներ էին սարքում այս գործարանների, բայց անում էին ամեն ինչ, որ մարդիկ տեղում մնան և տեղում աշխատեն։ Իսկապես սա պետական քաղաքականություն է։ Եթե մենք մտածում ենք, թե մեր մոտ մենք դառնալով ենք արդյունաբերական երկիր առանց պետական հովանավորության, պետական միջամտության չի ստացվում։ Սա կենտրոնանալու միայն Երևան քաղաքում։ Այնտեղ ինչ-որ բան է սարքելու, այստեղից երիտասարդությունը գնալու է Երևան և դառնալով ենք արդյունքում քաղաք պետություն մոդելով
Ուրեմն սա ուղղակի թույլատնելու է մեր անվտանգությունը, ես վերի համաձայն եմ ձեր։ Դրա համար մեր ծրագրային նպատակը նաև հենց դա է։ Զարգացնել արդյունաբերությունը Հայաստանում։ Եվ առանց պետական աջակցության դա չի ստացվի։ Ես մեկ հանդիպման ժամանակ մի օրինակ վերեցի, շատ խորը ագարավային երկի Հարավային Կորեան 15-20 տարում դարել է որ առաջատար ինդուստրիալ երկիր։ Եվ հիմա կորեական, հարավ կորեական ապրանքները ամենում են, ամենտեղ։ Փոսները, մեքենաները, տելևիզորներ, սարքավորներ, էլեկտրոնիկա, ինչ ասես չեն արտադրել։ 15 տարի։ Հետափոխություն եղավ։ Արդյունաբերական, հետափոխություն, տնտեսական հետափոխություն։ Մենք էլ ենք կարող անել, որովհետև մեր ժողովուրդը հակում ունի։ Գիրտա, աշխատասեր։ Ամենից բազային, այսպես ասենք, պայմանները, որը պետք է դրա համար, մենք ունենք։ Որտեղ բազային առավելությունը մեր մրցակցային պետք է դառնա պետական հովանավորության աջակցված եւ ուղղորդված։ Այո, անել։ Վերջին հարցը խնդրեմ տվեք։ Հարգարժան Ռոբերտ Սետերովիչ եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ։ Ես Յուրա Բեգլարյանն եմ։ Արցախի հանրապետության վաստակավոր մանկավար, մշակույթի վաստակավոր գործիչ։ Ես ողջունում եմ բոլորին։ Եվ իմ շնորհակալությունը հայտնում, որ հնարավորություն ստեղծեցիք հանդիպել։ Ես ուզում եմ մեր դահլիճի բոլոր անդամների անունից մասնավորապես մեր հայրենակիցների անունից ունենք Արցախից 1000-ից ավել հայրենակիցներ։ Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում և խորապես համոզված եմ, որ այս պայքարը մինչև վերջին ստորակետը լինելու է հանուն ժողովրդի, հանուն արդար ու անկախ Հայաստան կերտելու։ Եվ ինչու՞ չէ նաև տեսլականում ունենալու հայրենադարձություն դեպի ազատ անկախ Արցախ։ Ես ունեմ երկու առաջարկություն։ Նպատակահար մարդը գտնեք, հաշվի կառնեք։ Առաջինը, որ մենք խոսում ենք միասնության մասին, միասնականության մասին, սա գործի կեսն է։ Մյուս կեսը պետք է ավելի համախմբենք, ոչ միայն կուսակցությունների դաշինք, այլ դաշինքների դաշինք ունենանք, ավելի հուզորանանք, որպեսզի կարողանանք մեր նպատակներին հասնել։ Աստված պահապան բոլորիս, Աստծո օրհնությունը մեր էջախներին, Աստծո մնազոր աչում ես բոլորիս հովանի լինի, ձեզ բարի ճանապարհ, մեզ բարի սպասումներ։ Մեկ բառ հիշեցվեց միասնություն։ Միասնություն հենց այնպես չի։ Միասնության համար ջանքերի ուր։ Դե շնամության համար էլ է ջանքերի։ Կա նեյտրալ վիճակ եւ երկու կողմի վրա շարժվելու համար ջանքեր են։ Ցավոք այս մի քանի տարվա ընթացքում Հայաստանում կառավարությունը միայն մի կողմի վրա է ջանքեր գործադրում, թշնամություն։ Միասնությունը երևի լավագույն բառն է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Ուժ է տալիս երկրին, ամրություն է տալիս երկրին, եւ դա հիմքն է նաեւ
անվտանգային համակարգի ընդհանրապես, բայց կրկնեմ, միասնությունը ջանքեր է ուզում։ Եվ մենք ընտրվելու դեպքում անելու ենք ամեն ինչ, որ այդ միասնությունը կայանա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ժողովրդան շատ ապրեք։ Մենք հիմա շարժում ենք, ոտքով քայլում ենք դեպի մեր շտաբ, խնդրում եմ, եթե ժամանակ ունենաք, ոտքով քայլենք, գնանք, շատ մերսի։
Առաջարկում եք